Պարոն Թորոսյան, մի հատ հատված մեջ բերեմ։ Արսեն Թորոսյանը ում նախաքննության եւ դատաքննության ընթացքում տված ցուցմունքները հակասեցին իրար, հետաքրքիր է ինչպես է քննել այս տարիներին, իմանալով որ սրբարտությամբ իմ անձնական ու քաղաքական կյանքից 7 տարի խլեց։ Կկարմրի գոնե։ Կարդացել եմ Դավիթ Սանասարյանի գրառումն է։ Արձագանքել եմ մի անգամ, բայց էլի կարձագանքեմ, որովհետև ոնց հասկանում եմ, շատ խորն է ամեն ինչ։ Տեսեք, ինչ ա եղել, հա։ Դավիթը էլի մեր 2008 թվականի ընկերներից է, որոնց հետ տենց ճանապարհ ենք անցել, ինքն էլ մասնակցել է հեղափոխությանը եւ նշանակվել պետական պաշտոնի, որի հետ մենք շատ լավ հարաբերություններ ենք ունեցել։ Եվ էլի կունենայինք, պարզապես հիմա շփում չկա, այդ միջադեպն է պատճառը եղել կամ այդ դեպքն է պատճառը եղել։ Ինչ եղավ, երբ որ ես հասկացա, որ պետական վերահսկողական ծառայության որոշ աշխատակիցներ բառիս ուղիղ իմաստով իրանց պաշտոնական դիրքը չարաշահում են, որ իրանց ուզած ապրանքները ծախեն պետական հիմնարկներին եւ դա մի հիմնարկ չէր եւ մի դեպքով չէր, ես իմ պարտն եմ համարել Դավիթ Սանասարյանին դրա մասին ասել, ես ասել եմ իրան, ասել եմ Դավիթ, ու ես ասել եմ ոչ թե որ մեղադրել եմ իրան, ես մինչեւ հիմա իրան չեմ մեղադրում, ես իրան ասել եմ, որովհետեւ կարծել եմ, որ ինքը պետք է զբաղվի իր աշխատանքով, որովհետեւ ինձ ասեին իմ աշխատողների մասին, ու իդեպ ասել մեկը, որի հետ ես 10 տարվա ճանապարհ եմ անցել, ես իրան ավելի շատ կվստահեի, ոնց որ հիմա կոպիտ ասած քո քաղաքական գործընկերը մեկ այլ նախարար, քեզ ասի գիտես քո նախարարությունից էս խնդրեմ կա, դու ասես չէ, որովհետև այդ նախարարության աշխատողին այտենց անվերապահորեն վստահում ես, բայց իրեն ճանաչում ես մի ամիս է, հասկանում եք, նշանակվել ես ինքը եղել է կամ նոր ես բերել ինչ-որ մեկը խորհրդատվել, ու ես այդտեղ այտենց ցավ ապրեցի, որ Դավիթը ավելի շատ վստահում է այդ ըստ էության հանցագործություն անողներին, ու իդեպ իրանք արդարացվել են, իրանց գործը կարճվել է այդ մարդկանց, այդ տղեկի ոչ արդարացման հիմքով վաղեմության ժամկետը անցել է, իրանք ասել են, հա, օքեյ, համաձայն են կարճեք մեր գործերը։ Չեն արդարացվել իրանք։ Առաջին ատյանով էր դա։ Չէ, այն մարդիկ, ոչ Դավիթը, մա Դավիթին կանդրադառնում, իրանք չեն արդարացվել։ Իրանց մեղքը ըստ էության իրանք ընդունել են։ Ադյանի մասին է խոսքը։ Այո, Ադյանները։ Եվ ընդ մի հոգ էլ կար, Գևորգ էր, ինչ էր անունը, չեմ հիշում։ Որի պարզվեց, որ ասենք մտել են ահաբեկել են մեր թոքաբանության ազգային կենտրոնի տնօրինությանը, որ ինչ որ ռենտգեն սարքի մասը իրենք ծախեն տենդերի ժամանակ, այս հեմոդիալիզի թեմաների մեջ են մտել եւ այլն։ Եվ ես տեսնելով, որ էլ ճար չկա, հա, մոտավորապես այդ ամեն ինչը չի կասեցվում, պարզապես դրա մասին հաղորդում եմ ներկայացրել կամ դատախազությունը կամ ԱԱԾ չեմ հիշում, բայց ԱԱԾ-ի քննչականն է բանը։ ԱԱԾ-ն է, որտեղ Արթուր Վանեցյանի անունն էր։ Հա, չէ, նկատի եմ կարող դատախազությունը ուղարկել, կարող ԱԱԾ-ն ուղարկել, չեմ հիշում, բայց նախաքննությունը ԱԱԾ-ն է։ Հետո ԱԱԾ-ն է որոշը, որ Դավիթին էլ պետք է արարք մեղսակրվի, ինչին ես առնչություն ուղիղ չեմ ունեցել։ Ես մինչև հիմա չեմ մտածել, որ Դավիթը այդտեղ բան է ունեցել, դերակատարում է ունեցել որպես բան նրանք փող են աշխատում, իրան փող են տալիս կամ ինքը ասել է հա պրոբլեմ չկա, դու ձեր բիզնեսը առաջ տվեք։ Չէ, պարզապես այդ մարդը սխալ մարդկանց է հավատացել։ Սխալ մարդը, իսկ թե ինչ իրան ինչի են մեղադրանք առաջացել, դա իմ գործը չի, հասկանում եք։ Եվ իմ ոչ մի ցուցմունք իրար չի հակասել։ Ես ասել եմ այն ինչ որ եղել է, ԱԱԾ-ն որոշել է, որ այդտեղ բան կա, ԱԱԾ-ի քննչականը, հիմա դա չունեն այն ժամանակ ունեին, որ այդտեղ տարեր կա հանցագործության, որին ես գնահատական կարամ տամ, կարամ չտամ, բայց ես ճիշտ մարդ չեմ, որ գնահատական տամ։ Ես դատարանում եմ ասել այն ամենը, որ ես հավատում եմ, որ Դավիթը ոչ մի ժողովրդական լեզվով ասած քյար չունի, օգուտ չունի այդ ամենից։ Պարզապես Դավիթը հավատացել է մարդկանց, որոնց չպետք է հավատար, ի տարբերություն, ասենք, մյուս ճիշտ դեպքերի, որ պիտի հավատար ինձ, երբ որ ասում եմ Դավիթ ջան, քո աշխատողները կոնկրետ բան են անում, չարաշահում են իրաց պաշտոնական դիրքը, իրանցից սեփական օգուտի համար, ասում էր չէ, ես այս ոլորտում հեսա սենց ու գնացել դա ներկայացնում եմ որպես այդ ոլորտում բան մաքրություն անելու, տենց ինչ որ բան մաքրելու եմ այդ ոլորտը, այդտեղ սենց ինչ որ շահեր կան, բաներ կան, որտեղ ընդհանրապես ասենք կար հեմոդիալիզի ապարատ, որտեղ մասեր կային, այդ մասերը պետք է լինեին շատ որակյալ, որտեղ ասենք հիմա որ պետք է բացատրեմ, էլի, մարդու արյունը դուրս է գալիս մարդու մեջից, հասկանում եք, երակի մեջից, գնում մտնում է մի հատ սարք, այդ սարքում մաքրվում է այն ամեն ինչ, ինչ որ երիկամները պետք է մաքրեն, որովհետև չեն աշխատում երիկամ, ու հետո նորից գալիս է այդ արյունը մտնում է մարդու մեջ, հասկանում եք, ինչ նուրբ բան է, դեղել չի, էլի, որ խմում ես
ստամոքսով պրոստը ներծծվում քայքայում, արունը դուրս է գալի մտնում մեջը։ Ու հնարավորինս տեխնիկական բնութագրերը հենց էին գրում հիվանդանոցները, հիմա ես անգից չեմ հիշում, որ դա լինի ամենավորակյալը։ Ու պետությունը դրա համար փող էր տալի։ Իսկն ոչ թե ապրանքի համար էր փող տալի, ծառայության համար էր փող տալի։ Ուտը մտնում են ինչ որ մի քանի կներեք շարլատան, անհասկանալի մարդ, ասում են գրավոր նամակ են գրում տնօրենին, ասում են պիտի փոխես բանը տեխնիկական բնութագիրը ու պիտի սենց գրես, որովհետև իրանք այդ ապրանքը կարան բերեն ծախեն այդ հիվանդանոցին, ասենք ինչ անեի ես բա։ Դուք հանդիպել եք Դավիթ Սանյասյանի հետ այդ գործից հետո բանտորից։ Հարուցվելուց հետո չեմ հանդիպել, բայց մինչև այդ ասեցի բազմիցս խոսացել եմ ու ասել եմ սենց բան է տեղի ունենում, պետքա դադարացնել այս ամեն ինչը, չի կարելի սենց բան անել։ Իսկ կոնսենսուսի հավատում եք կհանդիպեք այս ընթացքում կամ։ Ես դեմ չեմ հանդիպելուն, բայց ինքը պետք է հավատա, որ ես այն ինչ որ ասում եմ ճիշտ է, որովհետև այդ ամեն ինչը իրոք տենց է, ինքը կարծում է, որ ես ինչ որ իր դեմ կոնկրետ բան եմ ունեցել Արթուր Վանեցյանի դրդմամբ կամ համոզմամբ կամ ճնշմամբ, դες մեն չի եղել։ Իսկ նախ ոչ մեկ չէր կարող որ ճնշող լներ Արթուր Վանեցյանը, հետո այդ օրին չէր արժանանա, էլի։ Այդ թվում այդ իր ազատման մեջ ես ներդրում եմ ունեցել։ Արթուր Վանեցյանը։ Իհարկե, հոց ամեն ինչ չեն պատմելու։